Հարգանքներս պարոն նախագահ եւ հարգելի ներկաներ։ Արցախի հանրապետության արդարություն խմբակցության անդամ Մարիամ Աթայան։ Պարոն նախագահ, մենք ապրում ենք, ինչպես կասեր ազգային հերոս Նոնթե Մելքոնյանը, կորցնելով Արցախը շրջում ենք հայոց պատմության վերջին էջը։ Կարծես թե մենք արդեն շրջում ենք հայոց պատմության վերջին էջը։ Դրված է մեր հայ լինելու եւ չլինելու հարցը։ Հարցս հետեւյալն է, որպես արցախցի, ինչպես եք դուք տեսնում արցախցիների Հայաստանի Հանրապետությունում մնալու տեսլականը։ Հարցս այսպիսինն է, օրվա իշխանությունները մշակել են այնպիսի մի ծրագիր, որ արցախցիների մեծ մասը չի կարողանում ձեռք բերել բնակարաններ։ Ես կցանկանայի ձեր տեսլականը, ինչ կանեիք դուք, որպեսզի արցախցիները մնային Հայաստանի Հանրապետությունում, այլ չարտագաղթեին։ Իհարկե, մեր գերագույն նպատակը դա Արցախ վերադառնալու նպատակն է։ Ես չեմ ասում երազանք, ես ասում եմ գերագույն նպատակ։ Եվ այդ նպատակին հասնելու համար մենք միայն կարող ենք ձեզ հետ միասին հասնել այդ նպատակին։ Շնորհակալ եմ։ Նայեք, շատ պարզ հաշվարկը ցույց է տալիս մեկ բան, որ բնակարանի հարցը հնարավոր է լուծել 3 տարվա ընթացքում։ Ես այդ փորձը աղետի գոտում ունեմ, 98 թվականին աղետի գոտու Գյումրիի սպիտակի վիճակը խայտարակ վիճակ էր։ Բայց այն ժամանակ տարբեր ֆինանսավորման աղբյուրներ գտնելով հասել ենք նրան, որ ուղղակի մի քանի տարում հսկայածավալ շինարարություն ենք արել։ Ես չեմ տեսնում, որ հիմա պետությունը արցախցիների բնակարանային հարցը սարքել է իր քաղաքականության կարևոր, ինքը մեղավոր է ձեր արտագաղթի համար, ինքը մեղավոր է ձեր ունեզրկման համար եւ համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար։ Սա ուղղակի անբարոյականության ինչ-որ մի գագաթնակետն է։ Հնարավոր է դա անել։ Շատ պարզ ընտանիքների քանակը բազմապատկում ես եւ տեսնում ես սա այն գումարով, որ պետք է, եւ տեսնում ես, որ սա լուծվող հարց է։ 3 առավելագույնը 4 տարվա ընթացքում։ Եվ մեր նպատակը սա է լինելու, անպայման այդ հարցը լուծել։ Եվ ոչ միայն սերտիֆիկատների ճանապարհով, այդ գումարների ճանապարհով կարելի է եւ շինարարություն անել, եւ այդ հարցը լուծել, եւ համահայկական հիմնադրամը գործի դնել, եթե այդ հարցը սարքվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր կետ 2-3 տարվա հարց է։ Բայց Սփյուռքի հետ հարաբերությունները այնքան են վատացրել, որ ոչ ոք չի հավատում։ Դուք ինձ հասկացաք, չէ՞։ Օրինակ նույն Ղարաբաղում առաջի պատերազմից հետո մենք գյուղերը ամրացնում էինք, ավերված գյուղերը ամրացնում էինք դրսի համայնքների հետ, տարբեր քաղաքների հետ, հայկական համայնքների հետ, եւ իրենք այդ հարցը լուծում էին։ Կազմակերպչական գործ է պետք, ցանկություն է պետք։ Իմ համոզմունքը հետևյալն է, որ անում են ամեն ինչ ձգձգելով, ինչ որ քիչ գումար տալով, խնդրեմ ստեղծելով, որ արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա։ Անում են ամեն ինչ, որ ուղղակի զզվացնում են, որ մարդ թողնի գնա։ Ինչի համար, որովհետև արցախցին կարող է գնա իր դեմ քվեարկի։ Իր տնազուրկ sense դարձնողի դեմ գնալու է քվեարկի։ Հիմա նույնիսկ շատ դեպքում պասպորտները, ես գիտեմ, որ հերթագրում են ազնագիր ստանալու համար, դնում են հուլիս ամիս, հունիսի վերջ, օգոստոս։ Սա է նպատակը։ Հիմա ուրեմն դուք այն ակտիվիստները պիտի դառնաք, որոնք ուղղակի այս շղթան մենք պետք է կտրենք։ Պիտի ջարդվի։ Բայց կրկնում եմ, պոտենցիալի տեսանկյունից 3 տարում այդ հարցը կարելի է ամբողջությամբ լուծել։ Օրերս ընդհարում ունեցա թփականների հետ
մի բան տեղի ունեցավ, ասում է, ինչա որ Քոչարյանը լիներ, կներեք իհարկե արտահայտությանս համար իրենց լեքսիկոնն եմ էլի մեջ բերում, ձեզ տուներ տալու, ասի կներեք, եթե Քոչարյանը լիներ, մենք այստեղ չէինք լինելու, մենք լինեինք ենք Արցախում, հարգանքի ունենք։ Ես ուղղակի կրկնեմ այդ աղետի գոտին, երբ որ ես եկել եմ վարչապետ եւ առաջի իմ այցս Գյումրի գնացի, վիճակը հայտարարել էր։ Ես այն ժամանակ նույնիսկ գրքում եմ դա գրել, ես ինքս ինձ ասացի, ես ամեն ինչ պիտի անեմ այս վիճակը փոխելու համար։ Եվ ինքս ինձ համար մի քանի տարի ուղղակի նախանշեցի, որովհետեւ ես միջև գիտեի, որ աղետի գոտի ղեկավար Հայաստանի ղեկավարի համար աղետի գոտ գնալը դա մի փորձություն էր։ Շատ պրոբլեմային էր։ Ինքս ինձ համար որոշեցի հետևյալը, աղետի գոտի գնալը ինձ համար պետք է ոչ միայն աշխատանք լինի, այլ նաև հաճույքից մի բան պիտի լինի, որ գնաս տեսնես ամեն անգամ շինարարությանը, որ հետևում ես, իսկապես հաճելի բան է իմ համար։ Որ մի երկու շաբաթ հետո գնում ես մի քիչ պատը ավել է բարձրացել, հետո ես գնում պատը բարձրացել, էլի բարձրացել, էլի բարձրացել։ Արարող մարդու համար սա ինչ որ ուրիշ բան է տալիս, ուրիշ մոտիվացիա է տալիս, որ քո աշխատանքի արդյունքը դու sense վիզուալ անընդհատ տեսնում ես։ Աղետի գոտին ինձ համար այսպիսի բան էր։ Հիմա արցախցիները հարց այդ պրոբլեմը, այսպիսի պրոբլեմ չպետք է լինի։ Դրա համար իմ եզրակացությունը հետևյալն է, անում են ամեն ինչ, որ դուք սա չմնաք։ Նայեք, եթե Հայաստանի դեմոգրաֆիան լինել ուրիշը, եթե 4-5 երեխա ունենալը առօրյա ինչ-որ մի երևույթ լիներ, եթե մեր ժողովրդի քանակը չպակասեր, էլի կասեի լավ, Հնդկաստանը չենք։ Բայց քո ուղղակի նաև քո տնտեսական շահերից է բխում, որ մարդիկ մնան ստեղ, աշխատեն, բարիքներ ստեղծեն եւ դա երկրին է պետք։ Նույնիսկ բան անեք, էլի sense հեռանանք Արցախի հարցից։ Դու հնարավորություն ունես 100 քանի հազար մարդ ունենալու Հայաստանում։ Դու անում ես ամեն ինչ, որ այդ 100 քանի հազար մարդը թողին գնան։ Լավ, դու վարչապետ ես։ Դու ես։ Ինչ ասեմ, նույնիսկ եթե այդ ամեն ինչը մի կողմ դնենք, ուղիղ շահագրգռվածություն պետք է կառավարությունը ունենա, որ մարդիկ մնան եւ աշխատեն այս երկրի հզորացման համար։ Որ իրենց երեխեքը գնան բանակ, ծառայեն քո բանակում եւ այսպես շա։ Ես մի բան ավելացնեմ, ներողություն եմ խնդրում։ Բոլորդ գիտեք, որ տարիներ շարունակ Հայաստանում եւ առաջիններից նաեւ հենց այսօրվա վարչապետ կոչեցյալը փորձել են բաժանել հայաստանցի Ղարաբաղցի եւ Քոչարյանի հանդեպ այդ անընդհատ թույնը թարախը փորձել են մեծացնել։ Մի բան հիշեցի, որ ուրիշ տեղ ասել են։ Տարիներ առաջ Արցախում զրուցում էինք Ժաննա Գալստյանի հետ։ Շատերդ գիտեք, Արցախի հերոս, մեր ամենամարտական առաջին պատերազմի ամենակարևոր դեմքերից մեկը։ Ժաննա Գալստյանը պատմում էր, ասում, որ նախագահ Քոչարյանը, Հայաստանի նախագահ Քոչարյանը գալիս էր Արցախ, միշտ ասում ենք բողոքում էինք, դժգոհում էինք, ասում էինք Արցախին, Ղարաբաղին քիչ ես ֆինանսներ տալիս, քիչ ես նյութական աջակցություն ուղարկում Արցախ։ Ասում է Քոչարյանն ասեց, լսեք, բա աղետի գոտին։ Այսինքն, այս մարդը այն գլխից իսկապես եղել է ամբողջ հայ ժողովրդի նախագահ եւ աղետի գոտի համար նույնքան կարեւոր է եղել, որքան Արցախի խնդիրը։